Այսօր մայրաթոռ են գալու 10 եպիսկոպոսներ, որպեսզի հանգստի կոչեն վեհափառին, ձեր մտահոգությունները, մայրաթոռ արդեն հայտարարությունը տարածել է, բայց դուք ինչ այս առնչությամբ, այս հայտարարության առնչությամբ ինչ մտահոգություններ ունեք։ Գիտեք ինչ, իմ առաջին մտահոգությունը նախ այդ եպիսկոպոսների, այսպես ասեմ, ապագան է։ Իրենք որպես հայ եկեղեցու սավակներ առաջին հերթին պարտավոր են ամեն ինչ առաջ մտածել մայր եկեղեցու ամրության, հաստատունության, կայունության, հարատևության, իր ծառայությունը մեր ժողովրդին ճիշտ մատուցելու մասին, առաջին հերթին։ Ինչ կլինի իրենց վիճակը, Աստծուն է հայտնի անշուշտ։ Իմ կարծիքով սխալ դիրքորոշում է, իմ կարծիքով սխալ մոտեցում է։ Եթե նույնիսկ իրենք ազնիվ լինեին, քանի որ ես կասկածում եմ, էլի, իրենք այս ճանապարհով չպիտի փորձեին մայրաթոռում ինչ-որ փոփոխություններ անել։ Եթե նույնիսկ ինչ-որ բաներում իրենք ճիշտ են, իրենց հայտարարությունները հիմք ունեն, նախահիմք ունեն, միևնույն է եկեղեցու մեջ առաջացած խնդիրների լուծման ճանապարհը սա չէ։ Պետք է խոնարհաբար, սիրով, համբերությամբ, միաբանությամբ իսկապես հարցը դնում եկեղեցու ներսում եւ եկեղեցու ներսում լուծեին։ Որևէ անձ դրսից իրավունք չունի մտնելու եկեղեցու խնդիրների լուծման մեջ։ Եկեղեցին իր խնդիրները, սա ավետարանական ճշմարտություն է, սա Պողոս առաքյալի խոսքն է։ Պետք է եկեղեցու խնդիրները եկեղեցին ինքը լուծի իր ներսում։ Դրսի մարդը դրան կոչված չէ։ Ինչու են նրանք ուրեմն միացել երկրի իշխանության վարչապետի այս արշավին, ինչն է նրանց ստիպել միանալ։ Գուցե չեն տեսել ներսում լուծելու տարբերակ։ Ճիշտ ասած, եթե չեմ սխալվում, հենց ձեր ալիքից ինձ նման հարց հեռախոսով տվել են, եթե չեմ սխալվում, ես դրան պատասխանել եմ մոտավորապես այսպես. ամենայն հավանականությամբ, ինչ որ իրենք կոմպրոմատ կոչված կա իրենց վրա, հավանաբար, կամ մեղացածության ինչ որ խնդիր ունեն յուրաքանչյուրը, իրենց ինչ որ հարց իրենց ուզած ձևով չի լուծվել, եւ նախ իրենց են ապահովում, այսպես ասեմ, որպեսզի այսօրվա իշխանությունները չկարողանան այդ ամեն ինչը հրապարակել։ Չնայած ես խիստ կասկածում եմ, որ իրենք այդպես էլ գաղտնի կպահեն, քանի որ իրենց կողմն են անցել, հա։ Ես կասկածում եմ, նման բան հնարավոր չէ։ Ոչ մի իշխանություն, մանավանդ օտար իշխանություն, չի ներել, այսպես ասեմ, դավաճաններին։ Եթե դու քո, ինչ ասեմ, հարազատ եկեղեցուն, հայրենիքին դավաճանում ես, օտարին ոնց կարող ես ծառայել։ Ես այս առումով խիստ կասկածում եմ, որ իրենց մտահոգությունների, իրենց անձերի մասին պիտի ինչ-որ ձևով, այսպես ասեմ, հաջողության հասնեն։ Եվ ինչպես եք տեսնում այս իրավիճակի հանգուցալուծումը։ Գիտեք ինչ, մեկ բառ կարող եմ ասել, ապաշխարություն։ Ճշմարիտ լուծումը սա է։ Հիշենք Աստվածաշնչից օրինակ Նինվե քաղաքի պատմությունը, ապաշխարեց եւ ոչինչ չեղավ, այսինքն այն պատիժը, այն աղետը, որ պիտի թափվեր գլխին, չեղավ։ Հիշեք նաեւ Սոդոմ Գոմորը, որտեղ ապաշխարություն չեղավ եւ վառվեցին այդ քաղաքները, բնաջնջվեցին։ Եվ ընդհանրապես քրիստոնեությունը սկսվում է ապաշխարությամբ եւ ավարտվում է ապաշխարությամբ։ Ճշմարիտ, անկեղծ, իսկապես մեղքի գիտակցությամբ, ներքին զղջումով, ներքին արտասուքով, լացով, յուրաքանչյուր անձի կողմից, ինչու՞ չէ նաեւ համայնքի կողմից, ինչու՞ չէ նաեւ ամբողջ եկեղեցու կողմից։ Ես դրա մեջ եմ տեսնում ճանապարհը։